Մաքրությունների ու հյուծող հերթափոխերի միջ նրա հոգնած մարմինը թաքցնում էր պարուհու հոգին։ Գալա երեկոյին նրան նվաստացրին, որովհետև նա համարձակվեց պարել այնտեղ, որտեղ տեղ ունեին միայն հարուստները։ Բայց մեկ թռիչքով նա ծաղրը վերածեց արվեստի, լռեցրեց նույնիսկ սրահի ամենահզորին։ Մինչ սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամը մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Զարթուցիչը զնգաց առավոտյան ժամը 5:30-ին, ինչպես միշտ։ Մարիամը դանդաղ բացեց աչքերը, զգալով հոգնածության ծանոթ ծանրությունը, որը երբեք լիովին չէր լքում նրան։ Փոքրիկ սենյակի մյուս կողմում Սոֆին Գաբրիելը դեռ խորը քնած էին երկհարկանի մահճակալին, որը նա գնել էր նախորդ տարի 12 ամսվա մարումով։ 6-ամյա աղջիկը զբաղեցնում էր ներքի մասը, մինչդեռ 4-ամյա եղբայրը տարածվել էր վերի մահճակալին, միթը կախ ընկած, կարծես երազում ինչ-որ բանի էր փորձում հասնել։ Նաս մի քանի վայրկյան մնաց պառկած, հետելով իր երեխաների հանգիստ շնչառությանը։ Դրանք օրվա միակ խաղաղ պահերն էին, երբ աշխարհը դեռ ոչինչ չէր պահանջում իրենից, նա կարող էր պարզապես գոյություն ունենալ որպես մայր։ Բայց իրականությունը միշտ դաժան ճշտապահությամբ թակում էր դուռը։ Նա լուռ վեր կացավ, քայլելով հատակի տախտակների վրայով, որոնք նգիր գիտեր, խուսափելով ճռճռացող տեղերից։ Կենտրոնում գտնվող երկու սենյականոց բնակարանի փոքրիկ լոգարանում Մարիամը նայեց իր արտացոլանքին բծավոր հայելու մեջ։ 30 տարին նրա դեմքին 40-ի պես էր ծանրացել։ Նա տգեղ չէր, հեռու այդ մտքից։ Նույնիսկ հոգնածությունից չորացած մաշկով շագանակագույն մազերով, որոնք միշտ հավաքված էին գործնական սանրվածքով, նա դեռ պահպանում էր այն ուղիղ կեցվածքը, որը պարը դրոշմել էր նրա մարմնի վրա։ Ամեն ինչ մատնում էին աչքերը շագանակագույն խորը, դրանք կրում էին մտտխրություն, որը նա ամեն օր փորձում էր թաքցնել իր երեխաներից։ Արագ լոգանք ընդունեց, հագավ մուգ կապույտ ջինսե տաբատը սպիտակ վերնաշապիկը, որը կրում էր անասնաբուժական կլինիկայում աշխատելիս։ Ատամները լվանալիս մտքում դասավորում էր իրեն սպասվող օրը։ 7 ժամ կլինիկայում, հետո երեխաներին դպրոցից վերցնել, ընթրիք պատրաստել, Գաբրիելին օգնել տառերը գծել, որոնք նոր էր սովորում, ստուգել, թե արդյոք Սոֆին խմել է ասթմայի դեղը, դեռ նա պատրաստվել հաջորդ գիշերվա լրացուցիչ աշխատանքին։ Շաբաթ օրը այլ կերպ էր լինելու։ Շաբաթ օրը գործարար Ռուբեն Մելիքյանի առանձնատան երեկույթն էր, կենդանի հույսը հիմնադրամի գալա երեկոն։ Մարիամը գտել էր այդ աշխատանքը Կլարայի միջոցով, մի ծանոթի, որը 15 տարուց ավելի էր, ինչ շքեղ միջոցառումների մաքրությամբ էր զբաղվում։ Վճարը բավականաչափ առատաձեռն կլիներ, հաջորդ 2 ամսվա համար Սոֆիի դեղորայքը ծածկելու, ինչպես նա բնակարանի ուշացած վարձի մի մասը մարելու համար։ Խոհանոցում նա պատրաստեց 2 շիշ տաք կաթ վիտամին։ Գաբրիելին դեռ պետք էր շիշը, լավ քնելու համար, իսկ Սոֆին սիրում էր արթնանալիս մի փոքր կաթ խմել։ Ստուգեց, թե արդյոք հաց կա նրանց նախաճաշի համար, հոգոց հանեց, նկատելով, որ սառնարանում ընդամենը 2 կտոր հաց է մնացել։ Աշխատանքից վերադառնալուց առաջ պետք է կանգ առներ հացի խանութում։ Համբուրեց յուրաքանչի ուր երեխայի ճակատը, շնջալով քնքուշ խոսքեր, որոնք նրանք չէին լսում, բայց որոնք Մարիամը պետք է ասեր։ Վերցրեց մաշված պայուսակը, ստուգեց, թե արդյոք դրամապանակում կա ավտոբուսի համար հաշվված գումարը, առավոտյան ժամը 6:15-ին դուրս եկավ բնակարանից, իջնելով 3 հարկի աստիճաններով դեպի փողոց։ Երանն արդեն շնչում էր առավոտյան եռուզեռով։ Երկինքը դեռ ուներ լուսաբացի այն մոխրագույն երանգը, բայց փողոցները սկսում էին լցվել մարդկանցով, ովքեր, ինչպես նա, արթնանում էին առիթ շուտ, ապրուստը հոգալու համար։ Ավտոբուսի կանգառում Մարիամը միացավ տնային աշխատողների, վաճառողների, դռնապանների բազմաթիվ այլ մարդկանց հերթին, ովքեր կազմում էին այն լուռ մեխանիզմը, որը ստիպում էր քաղաքին գործել։ Դեպի կենտրոնի ավելի հարուստ թաղամաս, որտեղ գտնվում էր անասնաբուժական կլինիկան, 40 րոպե տող ճանապարհորդության ընթացքում նա սովորաբար փակում էր աչքերը, թույլ տալիս մտքերին թափառել։ Երբեմն մտածում էր անցյալի մասին, բայց փորձում էր խուսափել։ Այլ անգամներ պլանավորում էր ապագան, բայց դա նույնպես ցավեցնում էր։ Առավոտների մեծ մասը նա պարզապես թույլ էր տալիս, որ ավտոբուսի օրորը մի քանի ակնթարթով քնեցնի իր հոգսերը։ Բայց այդ հինգշաբթի, մինչ ավտոբուսը կտրում էր արթնացող քաղաքը, Մարիամը մտածեց մի բանի մասին, որը տեղի էր ունեցել նախորդ կիրակի։ Նա տիկին Հեղինեի տանն էր, ինչպես անում էր ամեն կիրակի 6 ամիս շարունակ, երբ տարեց կինը նրան հեռախոսով մի տեսանյութ ցույց տվեց։
Դա դասական բալետի ներկայացում էր օպերայի թատրոնում։ Պարուհիները պարում էին այնպիսի ճշգրտությամբ արտահայտչականությամբ, որ Մարիամի սիրտը սկսեց բաբախել այնպես, ինչպես նա մոռացել էր, որ հնարավոր է։ Տիկին Հեղինեն, նստած իր տատիկին պատկանող կապույտ թավշյա բազկաթոռին, նայել էր Մարիամին իր այն աչքերով, որոնք դեռ փայլում էին, չնայած 82 տարեկան հասակին։ Դու դեռ ունես դա քո մեջ, աղջիկս։ Ես տեսնում եմ դա քո շարժումներում, այն ձի մեջ, թե ինչպես ես շնչում, երբ պարում ես։ Դա երբեք չի մահանում։ Մարիամը ժպտացել էր, առանց պատասխանելու, բայց խոսքերը ամբողջ շաբաթ արձագանքում էին նրա մտքում։ Տիկին Հեղինեի տան նկուղում փոշոտ հայելիներ։ Ի հենաձողերի միջ, որոնք նախկին պարուհին պահում էր որպես իր կարիերայի մասունքներ, Մարիամը վերակտել էր մի բան, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Դա միայն տեխնիկան չէր, որը զարմանալիորեն դեռ այնտեղ էր, դրոշմված նրա մարմնի մկանային հիշողության մեջ։ Դա ամբողջական լինելու զգացումն էր, լինելու հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ավտոբուսը կանգ առավ մի կտրուկ ցնցումով, որը նրան վերադարձրեց ներկա։ Նա իջավ Մաշտոցի պողոտայում 2 թաղամաս քայլեց մինչ կլինիկա, շենքի դռնապանին ողջունելով այն քաղաքավարի ժպիտով, որը պահպանում էր ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում։ Կլինիկայում նրա աշխատանքն էր ընդունել հիվանդ կենդանիների տերերին, գրանցել այցելություններ, դասավորել քարտերը ամեն ինչ լուռ արդյունավետությամբ գործի դնել։ Բժշկուհի Անահիտը, անասնաբույժը, բարի կին էր, որը միշտ հարցնում էր Մարիամի երեխաների մասին, երբեմն նրան խորհուրդներ էր տալիս Սոֆիի առողջության վերաբերյալ։ Նրանց մեջ կար դասակարգային տարբերություն, որը երկուսն էլ ընդունում էին, առանց երբե նշելու։ Բժշկուհին Մարիամին վերաբերվում էր անկեղծ հարգանքով, իսկ Մարիամը փոխհատուցում էր անթերի աշխատանքով լիակատար զսպվածությամբ։ Ճաշի ընթացքում, նստած աշխատակիցների փոքրիկ ճաշարանում, Մարիամը կերավ տանը պատրաստած սենդվիչը, մտածեց երեխաների մասին։ Սոֆին լավ էր հարմարվում նոր դպրոցին, բայց դեռ ունենում էր ասթմայի նոպաներ, որոնք անհանգստացնում էին Մարիամին։ Գաբրիելն ավելի հանգիստ էր, դիտող տղա, որը սիրում էր նկարել, ամեն ինչի մասին հարցեր տալ։ Երկուսն էլ երբեմն հարցնում էին հոր մասին, Մարիամը միշտ պատասխանում էր, որ նա գնացել է շատ հեռու մի տեղ, բայց շատ է սիրում նրանց։ Ճշմարտությունն ավելի բարդ ու ցավոտ էր։ Դավիթը մահացել էր մոտոցիկլետի վթարից, երբ Գաբրիելը ընդամենը 1 տարեկան էր։ Նա լավ, աշխատասեր մարդ էր, որը երազում էր սեփական ավտոտեղսպասարկման կետ բացել։ 3 տարիների ընթացքում, որ նրանք միասին ապրեցին, Մարիամը զգացել էր պարզ իսկական երջանկություն։ Նա աջակցում էր իր ցանկությանը մի օր վերադառնալ Պարին, նույնիսկ իմանալով գործնական դժվարությունների մասին։ Երբ նա մահացավ, իր հետ տարավ ոչ միայն սերը, այլ վերջին հույսը, որ կյանքը կարող է ավելին լինել, քան պարտականությունների հաջորդականություն։ Կլինիկայի հեռախոսը զանգեց, ընդհատելով նրա հիշողությունները։ Մի հաճախորդ էր, որը ցանկանում էր փոխել իր կատվի այցելության օրը։ Մարիամը ամեն ինչ խնամքով գրի առավ, պահպանելով պրոֆեսիոնալ օգտակար ձայնի տոնը, որը կատարելագործել էր տարիների ընթացքում։ Երբ անջատեց, նայեց ժամացույցին։ 3 ժամ էր մնացել աշխատանքային օրվա ավարտին։ Կեսօրից հետո, մինչ դասավորում էր հիվանդների արխիվները, Մարիամը մտածեց շաբաթ օրվա երեկույթի մասին։ Կլարան նրան բացատրել էր բոլոր մանրամասները։ Նա կժամաներ երեկոյան ժամը 5-ին, օգնելու վերջին նախապատրաստական աշխատանքներին, կաշխատեր մինչ կեսգիշերից հետո ծառայության համար կստանար 40,000 դրամ։ Դա զգալի գումար էր մեկ գիշերվա աշխատանքի համար, բայց Մարիամը գիտեր, որ հեշտ չի լինելու։ Բարձր հասարակության միջոցառումները պահանջում էին բացարձակ կատարելություն, աշխատակիցների լիակատար անտեսանելիություն։ Ռուբեն Մելիքյանը քաղաքում հայտնի էր ոչ միայն իր հարստությամբ, այլ իր ամբարտավանությամբ։ Ավանդական Երանյան ընտանիքի զավակ, նա ժառանգել էր շինարարական ընկերությունների կայսրություն ընդլայնել բիզնեսը դեպի ֆինանսական ոլորտ։ Կլարան արդեն աշխատել էր նրա այլ միջոցառումներում, միշտ վերադառնում էր տհաճ պատմություններով այն մասին, թե ինչպես է նա վերաբերվում աշխատակիցներին։ Բայց գումարը լավն էր, Մարիամը այնպիսի դրության մեջ չէր, որ ընտրություն կատարեր։ Երեկոյան ժամը 5-ին նա դուրս եկավ կլինիկայից, նստեց տուն տանող ավտոբուսը։ Ճանապարհին կանգ առավ դեղատանը, Սոֆիի դեղը գնելու, հացի խանութում, հաց ու կաթ վերցնելու։ Տուն հասնելով գտավ երեխաներին հյուրասենյակի փոքրիկ հեռուստացույցով մուլտֆիլմ դիտելիս, տիկին Ռոզայի հսկողության ներքո, թոշակառու հարանուհու, որը մի քանի ժամով խնամում էր նրանց խորհրդանշական գումարի դիմաց։
Սոֆին վազեց գրկելու նրան, հուզված պատմելով դպրոցում նկարած նկարի մասին։ Գաբրիելը մոտեցավ ավելի դանդաղ, բայց նույն քնքշությամբ նրան տալով թղթե ծաղիկ, որը կտրել էր կեսօրին։ Այդ պահերին Մարիամը մոռանում էր հոգնածությունը հիշում այն պատճառը, թե ինչու էր ամեն օր վաղ արթնանում։ Ընթրիքը պատրաստեց, լսելով երեխաների օրվա պատմությունները։ Սոֆին նոր երգ էր սովորել, Գաբրիելը բացահայտել էր, որ գիտի գրել «տուն» բառը։ Փոքրիկ հաղթանակներ, որոնք լցնում էին Մարիամի սիրտը հպարտությամբ, երախտագիտությամբ։ Երեխաների լոգանքի ժամանակ օգնեց Գաբրիելին լվանալ մազերը, մինչ Սոֆին խաղում էր դեղին պլաստմասե բատիկներով։ Երբ երկուսն էլ քնեցին, Մարիամը վերջապես իրեն թույլ տվեց մի պահ լռություն։ Նստեց խոհանոցի աթոռին, երիցուկի թեյ խմեց, մտածեց այն կյանքի մասին, որը կարող էր ունենալ։ 17 տարեկանում նա համարվում էր դասակ բալետի հրաշամանուկ։ Նա ստացել էր լրիվ կրթաթոշակ Ֆրանսիայի հեղինակավոր Պարի դպրոցում սովորելու համար։ Ուղղորությունը նախատեսված էր, ճամպրուկները պատրաստ, երբ մայրը կաթված ստացավ, որը նրան մասամբ անդամալույց դարձրեց։ Մարիամը չվարանեց հրաժարվել ուղղորությունից։ 4 տարի խնամեց մորը, մինչ նա հանգիստ մահացավ մի աշնանային օր։ Այդ ընթացքում Պարը պահվեց հիշողության փոշոտ դարակում, փոխարինվելով ավելի հրատապ պարտականություններով։ Հետո եկավ աշխատանքը, հանդիպումը Դավիթի հետ, կարճատ երջանկությունը, մայրությունը, վաղաժամ այրությունը։ Այժմ 30 տարեկանում Մարիամը երբեմն մտածում էր, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե այլ ընտրություններ կատարեր։ Բայց շուտով վանում էր այդ մտքերը։ Իմաստ չուներ ափսոսալ այն, ինչը չէր կարելի փոխել։ Կարորը Սոֆին ու Գաբրիելն էին, հնարավորինս լավագույնն անել այն խաղաքարտերով, որոնք կյանքը նրան տվել էր։ Վեր կացավ աթոռից, լվաց բաժակը ստուգեց, թե արդյոք արդուկել է մաքուր հագուստ, որ երեխաները հաջորդ օրը հագնեն։ Հետո գնաց սենյակ, փոխեց հագուստը, պառկեց մահճակ։ Ալին, որը կիսում էր Սոֆիի հետ։ Աղջիկը հանգիստ քնած էր, շնչելով այն հավասարաչափությամբ, որը ցույց էր տալիս, որ աստման վերահսկողության տակ է։ Քնելուց առաջ Մարիամը մտածեց շաբաթ օրվա մասին։ Դա ընդամենս մեկ աշխատանք էր, մի գիշեր, որը արագ կանցներ նրան որոշակի լրացուցիչ գումար կբերեր։ Նա չէր պատկերացնում, որ այդ երեկույթը ընդմիշտ կփոխեր իր կյանքը, վերադարձնելով ոչ միայն այն պարը, որը նա լքել էր, այլ այն ուժեղ տաղանդավոր կնոջը, որը նա մոռացել էր, որ ինքն է։ Քունը դանդաղ եկավ, օրորվելով երանյան երթեկության հեռավոր աղմուկով, այն փոքրիկ երազանքներով, որոնք նա դեռ համարձակվում էր տեսնել։ Շաբաթ օրը սկսվեց երանյան ամռանը բնորոշ այն տապով, որը կպչուն ու սաստիկ էր նույնիսկ առավոտյան վաղ ժամերին։ Մարիամն արթնացավ 7-ին, իմանալով, որ իրեն այլ օր է սպասվում։ Երեխաները դեռ քնած էին, վայելելով շաբաթվա միակ օրը, երբ կարող էին ավելի ուշ արթնանալ։ Նա լուր նախաճաշ պատրաստեց, դասավորեց այն հագուստը, որը կթողներ Սոֆիի Գաբրիելի համար, որ հագնեն արթնանալիս, հրահանգներով գրություն թողեց տիկին Ռո Զայի համար, որը կխնամեր նրանց մինչ իր վերադարձը երեկույթից։ Լոգանք ընդունելուց տիկին Հեղինեի տուն գնալու համար պարզ հագուստ հագնելուց հետո Մարիամը համբուրեց քնած երեխաների ճակատները, դուրս եկավ։ Կիրակի նախկին պարուհու տանը դարձել էր սրբազան մի ծես, որը սնուցում էր նրա հոգին այնպես, ինչպես նա չէր կարող լիովին բացատրել։ Դա նման էր նորից շնչելուն, ամբողջ շաբաթ շունչը պահելուց հետո։ Տիկին Հեղինեի տունը գտնվում էր կենտրոնում, բայց ավելի կանաչապատ ու հանգիստ մի մասում, որտեղ հինավուրց առանձնատները քաջաբար դիմադրում էին անշարժ գույքի սպեկուլյացիաներին։ Դա 50-ականների կառույց էր, առջում այգիով կանաչ ներկված երկաթե դարպասով։ Տարեց կինն այնտեղ էր ապրել ամբողջ կյանքը, սկզբում ծնողների հետ, հետո միայնակ, տասնամյակների ընթացքում ստեղծելով հիշողություններով հայկական բալետի պատմությունը պատմող իրերով լի մի սրբավայր։ Երբ Մարիամը զանգեց, տիկին Հեղինեն բացեց դուռն այն ժպիտով, որը լուսավորում էր նրա ամբողջ նիհար դեմքը։ Չնայած 82 տարեկանին, նա պահպանում էր այն բնատուր նրբագեղուտ յունը, որը բնորոշ է նրան, ով ամբողջ կյանքը նվիրել է արվեստին։ Հագին ուներ բաց կապույտ բամբակյա զգեստ մաշված պարի կոշիկներ, որոնք հագնում էր ամեն օր, զուտ սովորության կարոտի ուժով։ Իմ սիրելի աղջիկը եկավ, ասաց Հեղինեն, Մարիամին գրկելով տատիկի քնքշությամբ։ Այսօր դու այլ էներգիա ունես։ Ես զգում եմ դա։ Մարիամը ժպտաց, չիմանալով, թե ինչպես պատասխանել։ Տիկին Հեղինեն սուր զգայունություն ուներ տրամադրություններն ու զգացմունքները որսալու համար, տասնամյակներ շարունակ պարողներին նրանց արտահայտչական նրբություններին հետելու արդյունք։
Նրանք մտան հյուրասենյակ, որտեղ Ռոյալը զբաղեցնում էր պատվավոր անկյունը, շրջապատված սպիտակ լուսանկարներով, որոնք ցույց էին տալիս Հեղինեին իր կարիերայի տարբեր պահերին։ Կային նրա երիտասարդության նկարները, հագին բարդ տուտուներ, կանգնած 60-70-ական թվականների հայտնի պարողների կողքին։ Այլ լուսանկարներում նա դասավանդում էր, աշակերտուհիների խմբերով, որոնք նայում էին նրան հիացմունքով, հարգանքով։ Մի լուսանկար հատկապես միշտ գրավում էր Մարիամի ուշ ադրությունը։ Հեղինեն 25 տարեկանում իր տեխնիկայի գագաթնակետին ցատկում էր օդում այնպիսի թեթությամբ, որը մարտահրավեր էր նետում ձգողականությանը։ «Պատմիր ինձ այս գիշերվա քո աշխատանքի մասին», ասաց Հեղինեն, անանուխի թեյ լցնելով ճենապակյա բաժակների մեջ, որոնք պատկանել էին իր մորը։ «Գիտեմ, որ ինչ-որ բանից նյարդայնացած ես»։ Մարիամը պատմեց Ռուբեն Մելիքյանի առանձնատան երեկույթի մասին, բաց թողնելով միայն իր անհանգստությունը գործարարի դաժան համբավի վերաբերյալ։ Տիկին Հեղինեն ուշադիր լսեց ամեն ինչ, հարցեր տալով միջոցառման մանրամասների մասին, ցուցաբերելով այն անկեղծ հետաքրքրությունը, որը միշտ ուներ Մարիամի կյանքին վերաբերող ամեն ինչի նկատմամբ։ «Գիտես», ասաց Հեղինեն մի պահ լռությունից հետո, 20 տարեկանում ես սպառում էի մասնավոր երեկույթներում, լրացուցիչ գումար վաստակելու համար։ Դա սովորական էր այն ժամանակ, երբ թատրոնները քիչ էին վճարում, պարուհիները պետք է եկամտի այլ աղբյուրներ գտնեին։ Հիշում եմ մի կոնկրետ երեկույթ, մի շատ հարուստ, շատ կոպիտ արդյունաբերողի տանը։ Մարիամը առաջ թեքվեց, հետաքրքրված։ Հեղինեն հազվադեպ էր անձնական պատմություններ պատմում, նախընտրելով կենտրոնանալ ներկայի կիրակնօրյա մարզումների վրա։ Նա ինձ վարձել էր ընթրիքի ընթացքում սոլո կատարման համար։ Ցանկանում էր հյուրերին տպավորել էկզոտիկ տեսարանով, կարծես ես թանկարժեք զարդ լինեի։ Ամբողջ նախապատրաստության ընթացքում նա անհարգալից մեկնաբանություններ էր անում պարուհիների, այն կանանց մասին, ովքեր կախված են իրենց մարմնից ապրուստ վաստակելու համար։ Ես նույնիսկ մտածեցի չեղարկել։ Ինչու՞ չեղարկեցիք։ Որովհետև ինձ գումար էր պետք, ինչպես քեզ այսօր։ Եվ որովհետև ես հասկացա, որ դա հնարավորություն էր, տգետ մարդկանց ցույց տալու, թե ինչ է իրականում պարը, արվեստ, կարգապահություն, մարդկային հոգու արտահայտություն։ Երբ սկսեցի պարել նախապաշարմունքներով լի այդ սրահում, ես փոխեցի մթնոլորտը։ Վերջում նույնիսկ կոպիտ մարդը հուզված էր։ Հեղինեն դադար տվեց, թեյից մի կում անելու, նրա աչքերը փայլում էին այդ հեռավոր գիշերվա հիշողությունից։ Արվեստն այդ ուժն ունի, Մարիամ։ Այն կարող է փոխել ցանկացած միջավայր, դիպչել ցանկացած սրտի։ Որքան էլ այն կարծրացած լինի։ Դու այդ ուժը կրում ես քո մեջ։ Նրանք իջան նկուղ, որտեղ Հեղինեն պահում էր իր ինքնաշեն ստուդիան։ Պատերը ծածկված էին հայելիներով, որոնք արտացոլում էին տասնամյակների շարժումն ու գիրքը։ Հենաձողը, որը տեղադրված էր պատերից մեկի երկայնքով, կատարյալ բարձրություն ուներ, շատ օգտագործմանը բնորոշ մաշվածություն։ Փայտե հատակը, թե հին, դեռս ապահովում էր շարժումների համար իդեալական առաձգականություն։ Մարիամը փոխեց հագուստը, հագնելով ստրիկոն պարի կոշիկները, որոնք միշտ բերում էր այս հանդիպումների համար։ Երբ կանգնեց հենաձողի մոտ, զգաց այն ծանոթ փոխակերպումը, որը տեղի էր ունենում ամեն կիրակի։ Նա այլս հոգնած ընդունարանի աշխատողը կամ անհանգիստ մայրը չէր։ Նա պարուհի էր, կապված մի բանի հետ, որն ավելի մեծ էր, քան իր անմիջական հանգամանքները։ Սկսեցին հենաձողի մոտ հիմնական վարժություններից։ Պլիե, տանջու, դեգաժե։ Շարժումներ, որոնք Մարիամը սովորել էր 5 տարեկանում հազարավոր անգամներ կրկնել մանկության պատանեկության ընթացքում։ Նրա տեխնիկան զարմանալիորեն ամուր էր մնացել։ Նույնիսկ այսքան տարվա դադարից հետո։ Մարմինը պահպանում էր յուրաքանչյուր դիրքի, յուրաքանչյուր անցման հիշողությունը։ Ես մի պատմություն կպատմեմ, որը երբեք ոչ ոքի չեմ պատմել, ասաց Հեղինեն, դիտելով, թե ինչպես է Մարիամը կատարում բատմանների հաջորդականություն։ Այն մասին, թե ինչպես ենք մենք ծանոթացել։ Մարիամը դադարեց պարել, հետաքրքրված։ Նա ծանոթացել էր Հեղինեի հետ 6 ամիս առաջ, պետական հիվանդանոցում, որտեղ Սոֆին պառկած էր ասթմայի ծանր նոպայով։ Տարեց կինը այցելում էր նույն հարկում գտնվող մի ընկերուհու, նրանք կարճ զրուցել էին սպասասրահում։ Հեղինեն ինչ-որ բան էր նկատել Մարիամի կեցվածքում, հարցրել, թե արդյոք նա պարուհի է։ Ես այդ օրը ընկերուհուս չէի այցելում, բացահայտեց Հեղինեն։ Ես բժշկական զննումից էի դուրս գալիս։ Պարզեցի, որ սիրտս թուլանում է, որ գուցե ինձ մնացել է 1 տարի, գուցե 2։ Մարիամը զգաց, որ աշխարհը կանգ առավ։
Հեղինեին կորցնելու գաղափարը, որը դարձել էր մայրական կերպար իր կյանքում, անտանելի էր։ Մի տխրիր, սիրելիս։ Ես շատ եմ ապրել, շատ եմ սիրել, շատ եմ ապրել։ Բայց… Երբ տեսա քեզ այդ հիվանդանոցում, անմիջապես իմացա, որ գտել եմ այն մարդուն, որին փնտրում էի։ Մեկին, ում կարող էի փոխանցել այն ամենը, ինչ սովորել եմ, այն ամենը, ինչ պահում եմ այս տանը։ Հեղինեն մոտեցավ Մարիամին, ամուր բռնեց նրա ձեռքերը։ Դու արտասովոր տաղանդ ունես, աղջիկս։ Ես ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ պարուհիներ եմ տեսել, կարող եմ հաստատել, դու ծնվել ես դրա համար։ Կարող չէ, թե քանի տարի է անցել, կարող չէ, թե քանի պարտականություն ես կրում։ Արվեստը չի մահանում նրա մեջ, ով ծնվել է դրա համար։ Մարիամը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Այսքան տարի նա իրեն համոզել էր, որ իր կյանքի այդ մասը վերջնականապես փակված է։ Որ հիմարությունը երազել անհնարինի մասին, երբ ունես վճարելու հաշիվներ մեծացնելու երեխաներ։ Այս գիշեր, երբ լինես այդ երեկույթին, հիշիր, թե ով ես դու։ Հիշիր, որ կրում ես տասնամյակների մարզում, տարիների նվիրում, տաղանդ, որը քչերն ունեն։ Եթե հնարավորություն ընձեռվի դա ցույց տալու, մի վարանիր։ Ինչ տեսակի հնարավորություն կարող է առաջանալ մի երեկույթում, որտեղ ես։ Աշխատելու եմ որպես մաքրուհի։ Հեղինեն խորհրդավոր ժպտաց։ Կյանքը զարմանալի ձեր ունի դռներ բացելու, երբ մենք ամենաքիչն ենք սպասում։ Խոստացիր ինձ, որ բաց կլինես այդ հնարավորությունների համար։ Նրանք մարզվեցին 2 ժամ, հատուկ աշխատելով մի վալսի վրա, որը Հեղինեն պարել էր իր երիտասարդության տարիներին։ Դա բարդ խորեոգրաֆիա էր, որը պահանջում էր նուրբ տեխնիկա, հասուն արտահայտչականություն։ Մարիամը այն կատարեց այնպիսի կատարելությամբ, որը զարմացրեց նույնիսկ Հեղինեին։ Այս վալսն առաջինն էր, որ ես պրոֆեսիոնալ կերպով պարեցի, բացատրեց ուսուցչուհին։ 19 տարեկան էի սարսափած։ Բայց երբ երաժշտությունը սկսվեց, մի կախարդական բան տեղի ունեցավ։ Ես դադարեցի լինել Հեղինեն, անվստահ աղջիկը, վերածվեցի երաժշտության, այն պատմության, որը պարը պատմում էր։ Ճաշի ընթացքում Հեղինեն Մարիամին ցույց տվեց մի հին սնդուկ, որը պահվում էր իր ննջասենյակի պահարանում։ Ներսում տասնյակ պուանտներ կային, որոշները գրեթե նոր, մյուսները ինտենսիվ օգտագործումից մաշված։ Տարբեր դարաշրջանների տուտուներ, որոշները պարզ։ Փորձերի համար, մյուսները բարդ, կարևոր ներկայացումների համար։ Ժամանակից դեղնած թատերական ծրագրեր, թերթերի քննադատություններ, երկրպագուների նամակներ։ Այս ամենը քոնը կլինի, երբ ես հեռանամ, ասաց Հեղինեն բնականon տոնով։ Բայց ամենից շատ ուզում եմ, որ սա քեզ մնա։ Սնդուկի հատակից հանեց մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփ։ Ներսում մի զույգ նուրբ ականջողեր էին, փոքրիկ ադամանդներով, որոնք կազմում էին արաբեսկ դիրքում գտնվող պարուհու պատկեր։ Սրանք իմ ուսուցչուհունն են եղել, որը ստացել է դրանք իր ուսուցչուհուց։ Դրանք ներկայացնում են բալետի տոհմածառը, կապը կանանց սերունդների միջ, ովքեր իրենց կյանքը նվիրել են այս արվեստին։ Մարիամը խոսքեր չէր գտնում։ Ժեստն այնքան քնքուշ էր, այնքան իմաստալից, որ չկարողացավ զսպել հուզմունքը։ Չեմ կարող ընդունել այսքան արժեքավոր բան։ Կարող ես, պետք է։ Գրիր դրանք այս գիշեր։ Թող դրանք հիշեցնեն քեզ, թե ով ես դու իրականում։ Օրվա մնացած մասն արագ անցավ տեխնիկայի մասին զրույցների, մեծ պարուհիների պատմությունների, հաջորդ կիրակիների համար պլանների միջ։ Հեղինեն Մարիամին սովորեցրեց վարժություններ, որոնք նա կարող էր անել տանը, ճկունությունն ու ուժը պահպանելու համար, նույնիսկ առանց շատ տարածքի կամ սարքավորումների։ Երբ հեռանալու ժամանակը եկավ, Հեղինեն ուղեկցեց Մարիամին մինչ դարպասը երկար գրկեց նրան։ Վստահիր ինքդ քեզ, աղջիկս։ Եվ հիշիր։ Իսկական պարուհին նա չէ, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով միշտ վեր է կենում։ Վերադառնալով բնակարան, Մարիամը գտավ երեխաներին տիկին Ռոզայի հետ խաղալիս։ Սոֆին օրն անցկացրել էր առանց Ասմայի Որեն օպայի, իսկ Գաբրիելը հպարտ էր, որովհետև կարողացել էր առանց օգնության գրել սեփական անունը։ Նրանք միասին ընթրեցին, մուլտֆիլմ դիտեցին, Մարիամը նրանց քնեցրեց քաջ արքայադուստրերի բարի արքայազների մասին հորինած պատմություններով։ Երեկոյան ժամը 9-ին նա սկսեց պատրաստվել երեկույթի աշխատանքին։ Ընտրեց պարզ ստաբատ, սպիտակ վերնաշապիկ հարմարավետ փակ կոշիկներ, իրեն սպասվող ոտքի վրա անցկացվելիք ժամերի համար։ Մազերը հավաքեց ցածր աննկատ սանրվածքով, վերջում կրեց այն ականջողերը, որոնք Հեղինեն նրան տվել էր։
Երբ նայեց հայելու մեջ, մի պահ տեսավ ոչ թե մաքրուհուն, որը գնում էր աշխատելու հարուստների երեկույթին, այլ պարուհուն, որը եղել էր, որը, գուցե, դեռ կարող էր նորից դառնալ։ Ականջողերը մեղմ փայլում էին, կարծես հավանություն տալով փոխակերպմանը։ Վերցրեց պայուսակը, ստուգեց, թե արդյոք ունի դրամապանակն ու անձն։ Ագիրը դուրս եկավ նստելու ավտոբուսը, որը նրան կտաներ մինչ առանձնատուն։ Ճանապարհին մտածեց Հեղինեի խոսքերի մասին, բաց լինել հնարավորությունների համար։ Չգիտեր, թե ինչպիսի հնարավորություն կարող է առաջանալ մի երեկույթում, որտեղ նա գործնականում անտեսանելի կլիներ, բայց նրա կրծքում ինչ-որ բան բաբախում էր այլ անհանգստությամբ։ Երբ ավտոբուսը կանգ առավ Ռուբեն Մելիքյանի առանձնատան վեհաշուկ դարպասների դիմաց, Մարիամը խորը շունչ քաշեց, պատրաստվեց մեկ աշխատանքային գիշերվա։ Նա չէր պատկերացնում, որ երբ դուրս գա այնտեղից մի քանի ժամ հետո, իր կյանքը ընդմիշտ փոխված կլինի։ Ռուբեն Մելիքյանի առանձնատունը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս Վահագնի թաղամասում, թաքնված բարձր պարիսպների այգիների հետում, որոնք կարծես դիզայներական ամսագրից լինեին։ Երբ Մարիամն իջավ ավտոբուսից անկյունում, դեռ պետք է 2 թաղամաս քայլեր, մինչ գտներ ծառայողական մուտքը, որտեղ Կլարան սպասում էր նրան գիշերվա համար վարձված մյուս աշխատակիցների հետ միասին։ Մարիամ, լավ է, որ եկար, ասաց Կլարան, 50-ամյա մի կին, որը բարձր հասա։ Լակության միջոցառումներում մեծ փորձ ուներ։ Այս երեկույթը մեծ է լինելու, 200-ից ավելի հյուր։ Տերն այսօր հատկապես պահանջկոտ է, այնպես որ ամեն ինչ կատարյալ անտեսանելի կպահենք։ Նրանք մտան ծառայողական խոհանոց, որն այնքան մեծ էր, որքան Մարիամի ամբողջ բնակարանը։ 15 հոգանոց թիմն արդեն ինտենսիվ աշխատում էր ընթրիքի պատրաստության վրա, ֆրանսիացի խոհարարի ղեկավարությամբ, որը 3 տարբեր լեզուներով հրահանգներ էր գոռում։ Ճաշացանկը ներառում էր բարդ ուտեստներ այնպիսի անուններով, որոնք Մարիամը հազիվ էր կարողանում արտասանել, ուղեկցվող գինիներով, որոնք ավելի թանկ արժեին, քան նրա ամսական աշխատավարձը։ Կլարան բոլոր լրացուցիչ աշխատակիցներին առաջադրանքներ բաժանեց։ Մարիամը պատասխանատու կլիներ գլխավոր սրահի մաքրության կարգուկանոնի համար, ապահովելով, որ ամեն ինչ անթերի մնա ամբողջ միջոցառման ընթացքում։ Նա ստացավ աննկատ համազգեստ, սկիսաշրջազգեստ մինչ ծնկները, սպիտակ երկարատ վերնաշապիկ փոքրիկ գոգնոց, որն ավելի շատ դեկորատիվ աքսեսուարի էր նման։ Երբ նրանք մտան գլխավոր սրահ, Մարիամը մի պահ զգաց, որ շունչը կտրվում է։ Միջավայրը շլացուցիչ էր, չափազանց բարձր առաստաղով, բյուրեղյա ջահերով, որոնք ոսկեգույն լույսեր էին սփռում ամբողջ տարածքում, մի դիզայնով, որը համադրում էր դասական նրբագեղությունը ժամանակակից շեշտադրումների հետ։ Պատերը ծածկված էին նկարներով, որոնք ակնհայտորեն հարստություն արժեին, իտալական մարմարե հատակը ամեն ինչ արտացոլում էր հայելային կատարելությամբ։ Սրահի խորքում մի տարածք էր պատրաստվել երեկոյի համար վարձված կամերային նվագախմբի համար։ 12 երաժիշտներ լարում էին իրենց գործիքները մի դիրիժորի ղեկավարությամբ, որին Մարիամը ճանաչեց թերթերի մշակութային էջերից։ Դա մի միջոցառում էր, որը համատեղում էր բարեգործությունն ու շքեղությունը, որտեղ երանյան էլիտան հավաքվում էր ցուցադրվելու նույնքան, որքան բարեգործական նպատակին նպաստելու համար։ Կենդանի հույս հիմնադրամը գումար է հավաքում անապահով համայնքներում մանկապարտեզներ կառուցելու համար, բացատրեց Կլարան, մինչ նրանք օգնում էին դասավորել դեկորացիայի վերջին կտորները։ Իսկական հեգնանք, հաշվի առնելով, թե ինչպես է Տերը վերաբերվում նրանց, ովքեր իսկապես պետք է աշխատեն գոյատելու համար։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում Մարիամն աշխատեց այն լուռ արդյունավետությամբ, որը կատարելագործել էր տարիների ընթացքում։ Ստուգում էր, թե արդյոք գավաթները կատարյալ մաքուր են, դասավորում էր անձեռոցիկները, հեռացնում ցանկացած փոշու հետք, որը կարող էր խաթարել պահանջվող տեսողական կատարելությունը։ Աշխատանքը ֆիզիկական էր, բայց նա տարօրինակ բավարարվածություն էր գտնում ամեն ինչ բացարձակ ճշգրտությամբ անելու մեջ։ Առաջին հյուրերը ժամանեցին երեկոյան ժամը 8-ին։ Մարիամը զուսպ դիտում էր, մաքրելով մուտքի մոտ գտնվող ապակե պահարանը։ Նրանք մարդիկ էին, որոնց նա տեսնում էր միայն հասարակական ամսագրերում։ Հզոր գործարարներ, ուղեկցվող թանկարժեք զարդերով ծածկված կանանցով, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի արվեստագետներ, անվանի մտավորականներ։ Բոլորը հագել էին հագուստ, որն ավելի թանկ արժեր, քան նա վաստակում էր 1 տարում։ Ռուբեն Մելիքյանը շրջում էր հյուրերի միջ, ինչպես թագավորն իր տիրույթում։ 55 տարեկանում նա պահպանում էր այն խնամված տեսքը, որը բնորոշ է նրան, ով մեծ գումարներ է ներդնում անձնական մարզիչների գեղեցկության պրոցեդուրաների մեջ։ Հագին ուներ անթերի կոստյում մի ժպիտ, որը երբեք չէր հասնում աչքերին։ Մարիամը նրա մասին կարդացել էր թերթերում։
Ընտանեկան հարստության ժառանգորդ, նա բազմապատկել էր իր ունեցվածքը ոչ միշտ թափանցիկ գործարքների միջոցով հայտնի էր ինչպես իր հանրային առատաձեռնությամբ, այնպես էլ իր անձնական դաժանությամբ։ 9.5 նվագախումբը սկսեց նվագել ֆոնային երաժշտություն, մինչ հյուրերը վայելում էին բացման կոկտեյլը։ Մարիամը շրջում էր սրահում ստվերի պես, հավաքելով դատարկ բաժակները, մաքրելով մակերեսները, ապահովելով, որ ամեն ինչ կատարյալ մնա։ Հյուրերը նրան լիովին անտեսում էին, կարծես նա դեկորացիայի մի մասը լիներ։ Հենց այն ժամանակ, երբ նվագախումբը սկսեց Շոպենի վալսը, Մարիամը զգաց, որ աշխարհը կանգ առավ իր շուրջը։ Դա հենց այն նույն երաժշտությունն էր, որը նա մարզվել էր Հեղինեի հետ այսքան կիրակին էր, այն վալսը, որն ուսուցչուհին պարել էր 19 տարեկանում։ Մեղեդին հարվածեց նրան որպես այսքան երկար պահված հիշողությունների զգացմունքների ալիք։ Առանց գիտակցաբար ընկալելու, Մարիամը սկսեց շարժվել երաժշտության ռիթմով։ Սկզբում միայն նուրբ քայլեր, մինչ շարունակում էր դասավորել ֆուրշետի սեղանները։ Բայց երաժշտությունը նրան կանչում էր անտիմադրելի ուժով, արթնացնելով մկաններ բնազդներ, որոնք տարիներ շարունակ քնած էին մնացել։ Սրահը մի պահ դատարկ էր հյուրերից, որոնք գնացել էին այգի, բարեգործական հիմնադրամի մասին պաշտոնական ելույթը լսելու։ Մարիամը մենակ մնաց այդ հոյակապ տարածքում, վալսը արձագանքում էր մարմարե բյուրեղյա պատերին։ Նա մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, թույլ տվեց, որ մարմինը հանձնվի երաժշտությանը։ Սկսեց դանդաղ, ձեռքերի սահուն շարժումներով, որոնք ուղեկցում էին հիմնական մեղեդուն։ Հետո եկան քայլերը, սկզբում պարզ, հետո ավելի բարդ, երբ երաժշտությունը մեծանում էր ինտենսիվությամբ։ Վայրկյանների ընթացքում նա այլս մաքրուհի Մարիամը չէր, որ աշխատում էր հարուստների երեկույթին։ Նա այն պարուհին էր, որը կրթաթոշակ էր շահել Ֆրանսիայում սովորելու համար, այն արվեստագետը, որը ստիպում էր հանդիսատեսին հուզմունքից արտասվել, այն կինը, որը ծնվել էր պարելու համար։ Վալսը հասավ իր զգացմունքային գագաթնակետին, Մարիամը լիովին տրվեց։ Նա ցատկեց այնպիսի թեթությամբ, որը մարտահրավեր էր նետում ձգողականությանը, պտտվեց կատար։ Յալ տեխնիկական ճշգրտությամբ շարժվեց սրահով, կարծես դա իր տունը, իր բեմը, իր ճակատագիրը լիներ։ Յուրաքանչյուր շարժում մի պատմություն էր պատմում։ Աղջիկը, որը երազում էր թռչել, երիտասարդ կինը, որը զոհաբերեց ամեն ինչ ընտանիքի համար, մայրը, որն ամեն օր պայքարում էր գոյատելու համար, կինը, որը երբեք չէր դադարել պարուհի լինել իր հոգու խորքում։ Հենց այն պահին, երբ նա գտնվում էր Գրանդ Ժետեի գագաթնակետին, կախված օդում, ձեռքերը կատարյալ 5-րդ դիրքում, նա լսեց սրահի մուտքից եկող դանդաղ հեգնական ծափերի ձայնը։ Մարիամը մեղմ վայրէջք կատարեց, շրջվեց, զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Ռուբեն Մելիքյանը կանգնած էր դռան մոտ, ուղեկցվող մոտ 20 հյուրերով, որոնք մյուսներից շուտ էին վերադարձել։ Բոլորը նայում էին նրան արտահայտություններով, որոնք տատանվում էին զարմանքի, զվարճության արամարանքի մեջ։ Ինչ հետաքրքիր տեսարան, ասաց Ռուբենը դաժան ժպիտով։ Չգիտեի, որ մաքրության ծառայության հետ միասին նա զվարճանք եմ վարձել։ Չարախինդ ծիծաղ արձագանքեց խմբի մեջ։ Մարիամը զգաց, որ դեմքը վառվում է ամոթից, բայց պահպանեց այն ուղիղ կեցվածքը, որը պարը սովորեցրել էր։ Հեղինեի ականջողերը թեթակի դիպչում էին նրա պարանոցին, հիշեցնելով, թե ով է նա իրականում։ Ներողություն, պարոն Մելիքյան, սկսեց Մարիամը ամուր ձայնով, չնայած նվաստացմանը։ Ես ընդամենը սեղաններն էի դասավորում։ Եվ որոշեցիք մեզ պարգել Շոպենի ձեր անձնական մեկնաբանությամբ, ընդհատեց նա, մոտենալով հաշվարկված քայլերով։ Ասա ինձ, մեր ինքնաշեն պարուհի, որտեղ է սովորել այդ քայլերը։ Ծայրամասային պարի խմբակում։ Ավելի շատ ծիծաղ, այժմ արդեն ամբողջ խմբից, որը հավաքվել էր տեսարանի շուրջ։ Մարիամը նկատեց, որ մյուս հյուրերը սկսում են վերադառնալ այգուց, գրավված իրարանցումով։ Մի քանի րոպեից նա կունենար 100-ից ավելի մարդկանցից բաղկացած հանդիսատես, որը ականատես կլիներ իր նվաստացմանը։ Մի գաղափար ունեմ, շարունակեց Ռուբենը, ակնհայտորեն զվարճանալով իրավիճակով։ Քանի որ մեր աշխատակցուհին կարծես թե թաքնված գեղարվեստական տաղանդներ ունի, ինչ կասեք պաշտոնական ելույթի մասին։ Եթե նա կարողանա տպավորել իմ հյուրերին այդ պարով, կստանա 150,000 դրամ պարգավճար։ Գումարը գրեթե 4 անգամ ավելի էր, քան նա կվաստակեր ամբողջ գիշերվա աշխատանքի համար։ Կարող էր վճարել 2 ամսվա վարձը, գնել Սոֆիի դեղերը կես տարվա համար, երեխաներին պարգել մի քանի փոքրիկ ուրախություններ, որոնք բյուջեն երբեք թույլ չէր տալիս։
Բայց ավելացրեց նա ակնհայտ չարությամբ, եթե ելույթը լինի այնքան անհարմար, որքան մենք սպասում ենք, նա ոչինչ չի ստանա այսօրվա աշխատանքի համար դեռ կարգելվի աշխատել մեր սոցիալական դասի ցանկացած միջոցառմանը։ Ես բավականաչափ ազդեցություն ունեմ դա ապահովելու համար։ Սրահում բացարձակ լռություն տիրեց։ Ավելի քան 150 մարդ այժմ շրջապատել էր տեսարանը, ոմանք նկարահանում էին հեռախոսներով, մյուսները չարախոս մեկնաբանություններ շշնջում։ Մարիամը զգաց, կարծես դատարանում լիներ, որտեղ իրեն դատում էին իր սոցիալական տեղից վեր երազելու համարձակության համար։ Նա շուրջը նայեց, տեսավ դեմքեր, որոնք արտահայտում էին հիվանդագին հետաքրքրությունից մինչ զուտ արամարանք։ Նրանք մարդիկ էին, ովքեր երբեք ստիպված չէին եղել ընտրել արժանապատվության գոյատման միջ, ովքեր չգիտեին ամեն օր արթնանալու ծանրությունը, իմանալով, որ յուրաքանչյուր որոշում կարող է նշանակել սեղանին ուտելիք ունենալու կամ չունենալու տարբերությունը։ Բայց այդ թշնամական ամբոխի մեջ Մարիամը ճանաչեց մի ծանոթ դեմք։ Նվագախմբի դիրիժոր։ Նայում էր նրան մյուսներից բոլորովին այլ արտահայտությամբ։ Նրա աչքերում կար ճանաչում մի բան, որը գրեթե ակնածանքի էր նման։ Նա նկատել էր, կարճ պարի ընթացքում, որին ականատես էր եղել, այն, ինչ մյուսներն անկարող էին տեսնել, իսկական տաղանդ։ Ընդունում եմ մարտահրավերը, ասաց Մարիամը պարզ ամուր ձայնով։ Բայց մի պայման ունեմ։ Ռուբենը զարմացած բարձրացրեց հոնքերը պատասխանի համարձակությունից։ Պայման։ Դուք պահանջներ ներկայացնելու դիրքում չեք։ Եթե ես տպավորեմ ձեր հյուրերին, ինչպես դուք առաջարկեցիք, գումարից բացի, ուզում եմ, որ դուք անձամբ մաքրեք այն հատակը, որտեղ ես պարել եմ։ Բոլորի ներկայությամբ։ Միջավայրում էլ ավելի խորը լռություն տիրեց։ Առաջարկը համարձակ էր նույնիսկ այն նվաստացման չափանիշների համար, որոնք Ռուբենը սովորաբար կիրառում էր աշխատակիցների նկատմամբ։ Նա շուրջը նայեց, նկատելով, որ տասնյակ մարդիկ նկարահանում են խոսակցությունը, որ այդ պահին նահանջելը կլիներ թուլության հանրային ցուցադրություն։ Շատ լավ, ասաց նա մի ժպիտով, որը չէր թաքցնում զայրույթը։ Բայց պատրաստվիր հե։ Տանկներին, երբ ձախողվես։ Նա մոտեցավ դիրիժորին ինչ-որ բան ասաց, որը Մարիամը չկարողացավ լսել։ Երաժիշտը մի պահ վարանեց, հետո բացասական շարժեց գլուխը, ինչ-որ բան պատասխանեց, որը Ռուբենին տեսանելիորեն զայրացրեց։ Խոսակցությունը շարունակվեց մի քանի վայրկյան, մինչ դիրիժորը վճռական արտահայտությամբ դիմեց նվագախմբին։ Նվագեք Շոպենի լա մինոր վալսը, ասաց նա երաժիշտներին։ Բնօրինակ տեմպով, այն ամբողջ արտահայտչականությամբ, որին արժանի է ստեղծագործությունը։ Ռուբենը նորացված չարությամբ շրջվեց դեպի Մարիամը։ Թվում է, մեր դիրիժորը որոշեց հեշտացնել քո գործը։ Ափսոս, ես ավելի մարտահրավերային բան էի խնդրել։ Մարիամը քայլեց դեպի սրահի կենտրոն, յուրաքանչյուր հայացք զգալով որպես ֆիզիկական ծանրություն իր ուսերին։ Ջահերի լույսերը գրեթե թատերական շրջան էին ստեղծել նրա շուրջ, նա հասկացավ, որ սա այն պահն էր, որի համար նրան պատրաստել էր իր ամբողջ կյանքը։ Կարևոր չէր արդյունքը, կարևոր չէին հետանքները։ Նա պարելու էր։ Փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, թույլ տվեց, որ երաժշտությունը տիրի իր հոգուն։ Երբ վալսը սկսվեց, նա անշարժ մնաց 8 ամբողջական տակտ, ոչ թե նյարդայնությունից, այլ զուտ տեխնիկայից։ Հեղինեն նրան սովորեցրել էր, որ պարուհու մուտքը երաժշտության մեջ նույնքան կարևոր է, որքան ցանկացած հետագա շարժում։ Եվ հետո, նա պարեց։ Պարեց այնպես, կարծես իր ամբողջ կյանքը կախված լիներ այդ 3 րոպե 40 վայրկյանից։ Պարեց Սոֆիի համար, Գաբրիելի համար, տիկին Հեղինեի համար, իր մահացած մոր համար, մահացած Դավիթի համար, այն 17-ամյա աղջկա համար, որը հրաժարվել էր երազանքներից հանուն սիրո։ Պարեց բոլոր այն կանանց համար, ովքեր լուռ աշխատում են, ովքեր առանց ճանաչման պայքարում են, ովքեր աշխարհը կրում են իրենց ուսերին, ժպտալով, որպեսզի չանհանգստացնեն իրենց երեխաներին։ Յուրաքանչյուր շարժում տեխնիկապես կատարյալ էր, բայց լցված մի զգացմունքով, որը գերազանցում էր տեխնիկան։ Նրա ձեռքերը պատմում էին ցավի հույսի պատմություններ, նրա պտույտները փոխանցում էին ուժ, որը ծնվում էր դիմադրելու անհրաժեշտությունից, նրա ցատկերը բոլոր այն երազանքների այլաբանություններն էին, որոնցից նա հրաժարվում էր լիովին հրաժարվել։ Սրահում բացարձակ լռություն տիրեց։ Ոչ ոք այլս չէր նկարահանում, ոչ ոք մեկնաբանություններ չէր շշնջում։ Նույնիսկ ամենացինիկները ընդունեցին, որ ականատես են լինում արտասովոր մի բանի։ Շատերի աչքերում արցունքներ կային, հուզված մի գեղեցկությունից, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական տեսքը։
Երբ երաժշտությունն ավարտվեց, Մարիամը մի քանի վայրկյան մնաց վերջնական դիրքում, խորը շնչելով, դեռ կապված այն էներգիայի հետ, որը նոր էր ազատել։ Հետո, դանդաղ, բացեց աչքերը, շուրջը նայեց։ Լռությունը տեց ընդամենս մի քանի ակնթարթ, նախքան պայթելը այն ամենաինտենսիվ ծափահարություններով, որոնք այդ պատերը երբե ականատես էին եղել։ Մարդիկ ծափահարում էին անկեղծ հուզմունքով, որը զարմացրեց նույնիսկ իրենց։ Բրավո բացականչություններն արձագանքում էին միջավայրում, Մարիամը տեսավ, որ շատ մարդիկ բացահայտ լացում էին։ Ոտքի կանգնած ծափահարող ամբոխի մեջ Ռուբեն Մելիքյանը անշարժ մնաց, դեմքը կարմրած զայրույթից, նվաստացումից։ Նա լիովին թերագնահատել էր այն կնոջը, որին կարծում էր, թե կարող է նվաստացնել իր սեփական զվարճանքի համար, այժմ պետք է դիմակայեր իր հանրային գրազի հետանքներին։ Ծափահարությունները կարծես մի հավերժություն տեցին։ Մարիամը մնաց սրահի կենտրոնում, դեռ մարսելով այն, ինչ տեղի էր ունեցել, մինչ հարյուրավոր մարդիկ ծափահարում էին այնպիսի ինտենսիվությամբ, որ բյուրեղյա ջահերը մեղմորեն թրթռում էին։ Արցունքները հոսում էին շատ դեմքերով, նա հասկացավ, որ դիպել է ներկա յուրաքանչյուր մարդու մեջ ինչ-որ խորը բանի։ Ծափահարությունների միջից մի կին առանձնացավ, ամբոխից քայլեց դեպի նա։ Վալերիա Նազարյանը, Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարը, լեգենդար կերպար էր հայկական պարի աշխարհ։ 62 տարեկանում նա 4 տասնամյակ էր նվիրել արվեստին, սկզբում որպես առաջատար պարուհի, իսկ հետո որպես երկրի ամենահարգված ղեկավարներից մեկը։ Նրա ալեխառն մազերը հավաքված էին էլեգանտ սանրվածքով, նրա կապույտ աչքերը փայլում էին այն հուզմունքից, որին նոր էր ականատես եղել։ Աստված իմ, շնջաց Վալերիան, ակնածանքով մոտենալով Մարիամին։ Ես դիտել եմ ձեր ելույթը, երբ դուք 17 տարեկան էիք, Դիլիջանի ձմեռային փառատոնում։ Դուք Մարիամ Սարգսյանն էիք, այն հրաշամանուկը, որը կրթաթոշակ շահեց Փարիզի համար։ Մարիամը զգաց, որ աշխարհը նորից կանգ առավ, բայց այս անգամ բոլորովին այլ պատճառով։ Ինչ-որ մեկը հիշել էր։ Ինչ-որ մեկը ճանաչել էր ոչ միայն այն տաղանդը, որը նա նոր էր ցուցադրել, այլ այն ուղին, որը նա կառուցել էր տարիներ առաջ։ Ես կարծում էի, դուք անհետացել եք բարի աշխարհից, շարունակեց Վալերիան, հուզմունքով լի ձայնով։ Մենք տարիներ շարունակ փնտրում էինք ձեզ։ Երբ դուք չհայտնվեցիք Փարիզում սովորելու, փորձեցինք պարզել, թե ինչ է պատահել, բայց կարծես անհետացել էիք։ Մայրս հիվանդացավ։ Պարզ պատասխանեց Մարիամը, չմանրամասնելով բոլոր այն զոհողությունները, որոնք հաջորդեցին։ Ես պետք է խնամեի նրան։ Վալերիան խորը ըմբռնումով գլխով արեց։ Որպես կին արվեստագետ, նա լավ գիտեր ընտանեկան պարտականությունների ծանրությունը, որոնք այդքան հաճախ ընդհատում էին խոստումնալից կարիերաները։ Բայց այն, ինչին նա նոր էր ականատես եղել, ապացուցում էր, որ որոշ տաղանդներ պարզապես չեն մահանում, նույնիսկ երբ ժամանակավորապես լռեցվում են։ Մենք պետք է խոսենք, ասաց Վալերիան, պայուսակի գրպանից հանելով այցեքարտը։ Հենց վաղը։ Ես ուզում եմ ձեզ մի բան առաջարկել, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Սրահի մյուս կողմում Ռուբեն Մելիքյանը դիտում էր տեսարանը կատաղության հուսահատության խառնուրդով։ Տասնյակ մարդիկ նկարահանում էին նրա փոխազդեցությունը Վալերիայի հետ, նա գիտեր, որ փրկություն չկա իր կատարած գրազի հանրային կատարումից։ Նա մոտեցավ նրանց ծանր քայլերով, ակնհայտորեն դժկամությամբ։ Շատ լավ, ասաց նա զսպված, բայց զսպված զայրույթից դողացող ձայնով։ Գրազը։ Նա դիմեց մատուցողներից մեկին, խնդրեց. Մի կտոր ջրով լի դույլ։ Ամբոխը շրջան կազմեց, ստեղծելով ինքնաշեն թատրոն այն տարածքի շուրջ, որտեղ Մարիամը պարել էր։ Հեռախոսները նորից բարձրացվեցին, գրանցելով այն ամենի յուրաքանչյուր վայրկյանը, ինչ տեղի էր ունենալու։ Ռուբենը ծնկի իջավ մարմարե հատակին, սկսեց մաքրել այն տարածքը, որտեղ Մարիամը ելույթ էր ունեցել։ Լռությունը գրեթե գերեզմանային էր, որը խախտվում էր միայն կտորի վրայի ջրի ձայնով հանդիսատեսի մեջ ինչ-որ մեկի երբեմնի շշուկով։ Մի մարդու համար, որն ամբողջ կյանքում նվաստացրել էր ուրիշներին, դերերի շրջումը կործանարար էր։ Մարիամը դիտում էր տեսարանը հակասական զգացումներով։ Նրա մի մասը բնական բավարարվածություն էր զգում պահի բանաստեղծական արդարությունից։ Բայց մյուս մասը, ձավորված այն արժեքներով, որոնք նա փորձել էր փոխանցել իր երեխաներին, խղճում էր այդ մարդուն, որն այդքան փոքր էր դրսևորվել իսկական մեծության առջ։ Երբ Ռուբենն ավարտեց մաքրությունը, վեր կացավ, ակնհայտորեն նվաստացած, Մարիամն արեց մի բան, որը զարմացրեց բոլորին, այդ թվում իրեն։ Նա մոտեցավ նրան, մեկնեց ձեռքը։ Շնորհակալո։ Ություն,
պարզ ասաց նա։ Առանց այս մարտահրավերի ես գուցե երբեք չվերագտնեի, թե ով եմ ես իրականում։ Ժեստը Ռուբենին լիովին անակնկալի բերեց։ Նա սպասում էր հաղթանակ, ծաղր, ամեն ինչ, բացի անկեղծ երախտագիտությունից։ Մի պահ նրա աչքերով անցավ խղճի խայթի նման մի բան, նախքան նա ուշքի եկավ առանց խոսք ասելու դուրս եկավ սրահից։ Գիշերվա մնացած մասն անցավ որպես ինտենսիվ զգացմունքների մշուշ։ Տասնյակ մարդիկ մոտեցան Մարիամին, շնորհավորելու, շատերը կիսվելով, թե ինչպես է նրա պարը խորապես հուզել իրենց։ Երեկույթին ներկա լրագրողները պարտադիր զրուցեցին նրա հետ, լուսանկարիչները փաստագրեցին յուրաքանչյուր պահ։ Կլարան, որը հեռվից արցունքն աչքերին հետում էր ամեն ինչին, օգնեց Մարիամին հավաքվել, երբ երեկույթը վերջապես ավարտվեց, արդեն գիշերվա 2-ն անց էր։ Երկուսով միասին դուրս եկան ծառայողական մուտքից, բայց այժմ Մարիամը տանում էր ոչ միայն Ռուբենի խոստացած գումարը, այլ մի թղթապանակ, առնվազն 20 ազդեցիկ մարդկանց այցեքարտերով, որոնք ցանկանում էին կապ պահպանել։ Աղջիկս, ասաց Կլարան վերադարձի ճանապարհին։ 30 տարի այս հարուստների երեկույթներում աշխատելով երբեք նման բան չեմ տեսել, ինչ դու այսօր արեցիր։ Դու փոխեցիր այդ տեղի էներգիան, դիպար այն մարդկանց սրտերին, որոնց մասին կարծում էիք, թե սիրտ էլ չունեն։ Մարիամը տուն հասավ գիշերվա 3-ին, ֆիզիկապես ուժասպառ, բայց էմոցիոնալ առումով լիցքավորված։ Ստուգեց, թե արդյոք երեխաները լավ են, շնորհակալություն հայտնեց տիկին Ռոզային, այդքան ուշ մնալու համար, վերջապես թույլ տվեց իրեն մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նստեց խոհանոցի աթոռին մի բաժակ թեյով վերընթերցեց Վալերիա Նազարյանի այցեքարտը, դեռս չհավատալով, որ դա իրական է։ Քնեց ընդամենը 3 ժամ, նախքան Սոֆիի Գաբրիելի արթնանալը, բայց տարօրինակ կերպով հանգստացած էր։ Երեխաներն անմիջապես նկատեցին, որ մոր մեջ ինչ-որ բան փոխվել է, մի նորացված էներգիա, որը վաղուց չէին տեսել։ Մայրիկ, դու փոխվել ես, նկատեց Սոֆին երեխաներին բնորոշ սուր ընկալմամբ։ Կարծես ավելի փայլուն ես։ Գաբրիելը, ավելի ուղիղ, պարզապես նետվեց նրա գիրկը հայտարարեց. Ինձ դուր է գալիս, երբ դու այսպիսին ես լինում, մամ։ Նախաճաշի ընթացքում Մարիամը պատմեց նախորդ գիշերվա պարզեցված տարբերակը։ Բացատրեց, որ ապրել է մի երեկույթում, որ մարդկանց շատ է դուր եկել, որ դրա շնորհիվ գուցե հետաքրքիր հնարավորություններ առաջանան։ Երեխաները ոգորվեցին մոր ապրելու գաղափարից, Գաբրիելը խնդրեց, որ նա իրեն մի քանի քայլ սովորեցնի։ Հենց այն ժամանակ, երբ Գաբրիելին ցույց էր տալիս պլիեների պարզ հաջորդականություն, հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր, Մարիամը վարանեց պատասխանելուց առաջ։ Ալո։ Մարիամ Սարգսյան։ Այստեղ Պողոս Հարությունյանն է, Երանյան լուրեր թերթից։ Կցանկանայի ձեզ հետ խոսել 3 գիշերվա ձեր ելույթի մասին։ Հաջորդ րոպեներին հեռախոսը չէր դադարում զանգել։ Լրագրողներ, հեռուստատեսային պրոդյուսերներ, պարային ընկերությունների ներկայացուցիչներ, նույնիսկ որոշ ապրանքանիշեր, որոնք հետաքրքրված էին հնարավոր համագործակցություններով։ Մարիամը լիովին կորած էր զգում այս հանկարծակի հետաքրքրության առջ։ Բացատրությունը եկավ, երբ կեսօրին զանգեց Կլարան, չափազանց ոգորված։ Մարիամ, դու ինտերնետային ֆենոմեն ես դարձել։ Քո պարի տեսանյութն արդեն 1 միլիոնից ավելի դիտում ունի Ինստագրամում, տարածվում է բոլոր սոցիալական ցանցերում։ Բոլորը քո մասին են խոսում։ Մարիամը օգնություն խնդրեց մի դեռահաս հարանից, փոխառու հեռախոսով սոցիալական ցանցեր մտնելու համար։ Այն, ինչ տեսավ, նրան անխոս թողեց։ Իր ելույթի տասնյակ տեսանյութեր, նկարահանված տարբեր անկյուններից, շրջանառվում էին հայերեն, անգլերեն, իսպաներեն ենթագրերով։ Մեկնաբանությունները հիմնականում հուզված դրական էին, մարդիկ կիսվում էին լքված երազանքների ամենօրյա պայքարի իրենց սեփական պատմություններով։ Անտեսանելի պարուհին հուզում է Երանի էլիտային, ասվում էր մի վերնագրում։ Միայնակ մայրը վերագտնում է երազանքը բարի միջոցով նվաստացնում ամբարտավան գործարարին, ասվում էր մյուսում։ Ելույթ, որը ստիպեց մի քաղաքի արտասվել, լրացնում էր երրորդը։ Բայց մի կոնկրետ մեկնաբանություն էր, որ ամենաշատը հուզեց նրան։ Մի 16-ամյա աղջիկ գրել էր. Շնորհակալություն ինձ հիշեցնելու համար, որ մեր երազանքները չեն մահանում, պարզապես սպասում են ճիշտ պահի, վերացնվելու համար։ Ես նորից ապրելու եմ ձեր շնորհիվ։ Այս ամբողջ խելագարության մեջ Մարիամը չմոռացավ օրվա իր ամենակարևոր պարտավորությունը։ Կեսօրվա 2-ին նա երեխաներին թողեց տիկին Ռոզայի մոտ գնաց Հեղինեի տուն, կիրակնօրյա հանդիպման։ Ուզում էր անձամբ պատմել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։
Հեղինեն բացեց դուռը սովորական ժպիտով, բայց նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Մի խորը բավարարվածություն, կարծես նա հստակ իմանար, թե ինչ էր լսելու։ Դե ինչ, սիրելիս, ասաց նա, Մարիամին ուղեկցելով դեպի հյուրասենյակ, ինչպես անցավ քո աշխատանքային գիշերը։ Մարիամը պատմեց ամեն ինչ, սկսած այն պահից, երբ լսեց վալսը, մինչ Ռուբենի նվաստացուցիչ մաքրությունը, անցնելով Վալերիայի հետ հանդիպմանը սոցիալական ցանցերում արձագանքին։ Հեղինեն լսում էր յուրաքանչյուր խոսքը լիակատար ուշադրությամբ, երբեմն հավանության նշանով գլխով անելով կամ մայրական հպարտությամբ ժպտալով։ Ես գիտեի, ասաց Հեղինեն, երբ Մարիամն ավարտեց պատմությունը։ Այն պահից, երբ տեսա քեզ հիվանդանոցում, ես գիտեի, որ դու նախատեսված ես մեծ բանի համար։ Արվեստը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի նա, ով ծնվել է դրա համար։ Նրանք իջան նկուղ, բայց այս անգամ ոչ թե մարզվելու։ Հեղինեն ուզում էր Մարիամին հատուկ բան ցույց տալ։ Բացեց մի հին պահարան, հանեց մի փոշոտ տուփ, որը կարծես տասնամյակներ շարունակ չէր բացվել։ Սրանք նամակներ են, բացատրեց Հեղինեն, պարուհիներից, ովքեր փոխել են հայկական պարի պատմությունը։ Կանայք, ովքեր բախվել են նախապաշարմունքների, ֆինանսական դժվարությունների, ընտանեկան պարտականությունների, բայց երբեք չեն հանձնվել այն արվեստին, որը կրում էին իրենց մեջ։ Նա Մարիամին ցույց տվեց հայտնի բոլորովին անհայտ պարուհիների նամակներ, որոնք բոլորը պատմում էին համառության կրքի պատմություններ։ Մի նամակ հատկապես գրավեց Մարիամի ուշադրությունը։ Դա 60-ականների մի պարուհուց էր, որը դադարել էր պարել, 5 երեխա միայնակ մեծացնելու համար, 40 տարեկանում վերադարձել էր բեմ։ Դու մենակ չես այս ճանապարհորդության մեջ, սաց Հեղինեն։ Դու մարդիկ կանանց մի տոհմի մասն ես, ովքեր ցավը վերածել են արվեստի, դժվարությունը, ուժի, լռությունը, արտահայտության։ Երբ Մարիամը երեկոյան վերադարձավ տուն, գտավ Վալերիա Նազարյանին, որը սպասում էր իր շենքի դռան մոտ։ Գեղարվեստական ղեկավարը որոշել էր չսպասել հեռախոսազանգին, անձամբ էր եկել իր առաջարկն անելու։ Չկարողացա դադարել մտածել ձեր ելույթի մասին, ասաց Վալերիան։ Ես ուզում եմ ձեզ առաջարկել առաջատար պարուհու պաշտոն մեր նոր բեմադրության մեջ։ Աշխատավարձը 5 անգամ ավելի է, քան դուք ներկայումս ստանում եք, կամ անկապարտեզ երեխաների համար, դուք կունենաք ձեր կարիերան վերսկսելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մարիամը նայեց Սոֆիին Գաբրիելին, որոնք խաղում էին մայթին տիկին Ռոզայի հսկողության ներքո, իսկ հետո Վալերիային։ Առաջարկն այն ամենն էր, ինչի մասին նա երազել էր, բայց չափազանց լավն էր թվում, իրական լինելու համար։ Կարող եմ մի քանի օր մտածել։ Իհարկե, պատասխանեց Վալերիան ըմբռնող ժպիտով։ Բայց շատ մի ուշացեք։ Պարի աշխարհը փոքր է, նման հնարավորությունների պատուհանը ընդմիշտ բաց չի մնում։ Այդ գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, Մարիամը նստեց բնակարանի փոքրիկ պատուհանի մոտ, նայեց քաղաքի լույսերին։ 24 ժամվա ընթացքում նրա կյանքը լիովին փոխվել էր։ Առաջացող հնարավորություններն իրական էին, բայց նա վախեցնող։ Մտածեց Հեղինեի հնարավորությունների համար բաց լինելու մասին խոսքերի մասին։ Մտածեց Սոֆիի Գաբրիելի մասին, որոնք արժանի էին տեսնել իրենց մորը, իրականացնելիս իր երազանքները։ Մտածեց այն 17-ամյա աղջկա մասին, որը զոհաբերել էր ամեն ինչ ընտանիքի համար, մտածեց, թե արդյոք ժամանակը չէ վերջապես հավասարակշռել սեփական անձի հանդեպ սերը ուրիշների հանդեպ սիրո հետ։ Քաղաքի մյուս ծայրում Ռուբեն Մելիքյանը չէր կարողանում քնել։ Իր նվաստացման տեսանյութը շրջանառվում էր ինտերնետում, նա բախվում էր դաժան քննադատության ամեն կողմից։ Բայց այդ գիշերվա ընթացքում նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նա ստիպված էր եղել դիմակայել իր գործողությունների ազդեցությանը այլ մարդկանց վրա։ Իր գրասենյակի լռության մեջ նա կայացրեց մի որո շում, որը կզարմացներ բոլորին, այդ թվում իրեն։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Կենթանի հույսը հիմնադրամի տնօրենին։ Ուզում եմ անանուն նվիրատվություն անել, ասաց նա։ Ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող արվեստագետների համար սոցիալական ծրագիր ստեղծելու համար։ Ուզում եմ, որ այն ուղղված լինի հատկապես միայնակ մայրերին, ովքեր աջակցության կարիք ունեն իրենց գեղարվեստական տաղանդները զարգացնելու համար։ Դա ընդամենը անձնական փոխակերպման սկիզբն էր, որի ավարտի համար ամիսներ կպահանջվեին, բայց առաջին քայլն արված էր։ Արվեստը դիպել էր նույնիսկ ամենակարծրացած սրտին։ Մարիամը քնեց Վալերիայի այցեքարտը գիշերանոթի սեղանին, Հեղինեի ականջողերը դեռ ականջներին։ Նրա երազները լի էին երաժշտությամբ, շարժումով անսահման հնարավորություններով։
Երկար ժամանակ անց առաջին անգամ ապագան թվում էր լուսավոր հույսով լի։ Այն գիշերվանից 6 ամիս անց, որը փոխեց ամեն ինչ, Մարիամը Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի կուլիսներում էր, պատրաստվելով վերացնուն ներկայացման պրեմիերային, որը ազգային թատերախմբի կողմից հատուկ իր համար էր ստեղծվել։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, մինչ կապում էր պուանտների ժապավենները, ոչ թե նյարդայնությունից, այլ մի խորը հուզմունքից, որը դեռ զարմացնում էր նրան ամեն անգամ, երբ նա ոտք էր դնում պրոֆեսիոնալ բեմ։ Վալերիայի առաջարկն ընդունելու որոշումը կայացվել էր իրենց բնակարանի դռան մոտ տեղի ունեցած այդ խոսակցությունից 3 օր անց։ Դրանք ինտենսիվ խորհրդածությունների, Հեղինեի հետ երկար զրույցների, ամենակարևորը Սոֆիի Գաբրիելի հետ անկեղծ երկխոսության 3 օրեր էին այն մասին, թե ինչպես կփոխվեին իրենց կյանքերը։ Երեխաները, փոքրերի պարզ իմաստությամբ, կտրուկ էին։ Նրանք ուզում էին տեսնել մորը երջանիկ, եթե պարը նրան երջանիկ էր դարձնում, ապա նա պետք է պարեր։ Առաջին ամիսները հեշտ չէին։ Տարիներ անց պրոֆեսիոնալ մարզումների ռիթմին վերադառնալը պահանջում էր ֆիզիկական մտավոր կարգապահություն, որը փորձության ենթարկեց Մարիամի բոլոր սահմանները։ Նրա մարմինը պետք է վերասովորեր քնած մնացած շարժումները, նրա միտքը պետք է վերահարմարվեր պրոֆեսիոնալ գեղարվեստական կյանքի ճնշմանն ու պահանջներին։ Բայց տաղանդն այնտեղ էր, անձեռնմխելի հասուն։ Վալերիան արագ հասկացավ, որ ոչ միայն լավ ընտրություն է կատարել, այլ արտասովոր ընտրություն։ Մարիամը պարին բերում էր կյանքի փորձից բխող զգացմունքային խորություն, ցավի ուրախության այնպիսի ըմբռնում, որը յուրաքանչյուր շարժում վերածում էր զուտ գրականության։ Կենտրոնի փոքրիկ բնակարանը փոխարինվել էր ավելի մեծ տնով քաղաքի կենտրոնական մասում, թատրոնին երեխաների դպրոցին մոտ։ Սոֆին Գաբրիելը հրաշալի հարմարվեցին նոր կյանքին։ Աղջիկը բացահայտեց, որ սիրում է նկարչություն շաբաթը 2 անգամ հաճախում էր արվեստի դասերի։ Գաբրիելը հրապուր 6 երաժշտությամբ դաշնամուր էր սովորում տան մոտ գտնվող դպրոցում։ Երկուսն էլ մեծանում էին այն համոզմամբ, որ երազանքներն իրական հասանելի բաներ են։ Հեղինեն տեղափոխվել էր նոր տան հետնամասի սենյակ, պաշտոնապես դառնալով այն տատիկը, որին երեխաները երբեք չէին ունեցել։ Նրա առողջությունը կայուն էր, նա նոր նպատակ էր գտել, օգնելով Մարիամին պրեմիերայի նախապատրաստական աշխատանքներում սովորեցնելով պարի առաջին քայլերը Սոֆիին, որը բնական հետաքրքրություն ընդունակություն էր ցուցաբերում։ «Խորը շունչ քաշիր, սիրելիս», ասաց Հեղինեն, ուղղելով այդ գիշերվա համար հատուկ ստեղծված տուտուն։ Դա շլացուցիչ զգեստ էր, վերացնունդը խորհրդանշող կապույտ երանգներով, ոսկեգույն ասեղնագործություններով, որոնք կախարդական կերպով որսում էին բեմի լույսը։ Այսօր դու պարում ես ոչ միայն այնտեղի հանդիսատեսի համար։ Դու պարում ես բոլոր այն կանանց համար, ովքեր զոհաբերել են երազանքներ, բոլոր այն մայրերի համար, ովքեր լուռ պայքարում են, բոլոր այն պարուհիների համար, ովքեր երբեք իրենց հնարավորությունը չեն ունեցել։ Օպերայի թատրոն։ Լեցուներ։ Ամբողջ երկրից պարի քննադատներ էին եկել, ներկա գտնվելու պրեմիերային, որն արդեն համարվում էր տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Ներկա էին միջազգային լրագրողներ, գրավված համաշխարհային ճանաչում ստացած պարուհու պատմությամբ։ Բայց Մարիամի համար կարևորը առաջին շարքի 2 աթոռներն էին, որտեղ սպասում էին Սոֆին Գաբրիելը, հագած իրենց լավագույն հագուստները ժպիտներով, որոնք լուսավորում էին ամբողջ թատրոնը։ Վալերիան մոտեցավ Մարիամին ելույթից րոպեներ առաջ։ Վերջին ամիսներին նա դարձել էր ավելին, քան գեղարվեստական ղեկավար։ Նա ընկեր էր, խորհրդատու մշտական աջակցության աղբյուր։ Դու պատրաստ ես, ասաց Վալերիան, մեղմորեն դիպչելով Մարիամի ուսին։ Բայց դրանից ավելի կարևոր է, որ դու ծնվել ես պատրաստ։ Այն, ինչ տեղի է ունեցել վերջին տարիներին, պարզապես խորության շերտեր է ավելացրել նրան, ինչ դու միշտ եղել ես։ Վերացնունդ ներկայացումը պարի միջոցով պատմում էր մի փյունիկի պատմություն, որը պետք է անցներ կրակի միջով, վերագտնելու իր սեփական թերը։ Դա չափազանց ակնհայտ փոխաբերություն էր, նուրբ լինելու համար, բայց նա չափազանց հզոր էր, անտեսվելու համար։ Մարիամն ակտիվորեն մասնակցել էր խորեոգրաֆիայի ստեղծմանը, իր սեփական փորձը բերելով յուրաքանչյուր շարժման մեջ։ Երբ վարագույրները բացվեցին, երաժշտությունը սկսվեց, Մարիամը զգաց, որ մի խորը խաղաղություն է տիրում իր էությանը։ Նա հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ, անելով հենց այն, ինչի համար ծնվել էր։ Առաջին շարժումները դանդաղ էին, ներկայացնելով պարտականությունների դժվարությունների ծանրությունը։ Աստիճանաբար խորեոգրաֆիան զարգանում էր, ներկայացնելու բացահայտումը, զարթոն։ Վերջապես, ազատագրումը։
Հանդիսատեսը ակնածալից լռությամբ դիտում էր։ Այս ելույթի ցանկացած այլ ելույթի միջ, որին նրանք երբե ականատես էին եղել, շոշափելի տարբերություն կար։ Դա միայն օրինակելի տեխնիկա կամ բնական արտահայտչականություն չէր։ Դա մի հոգու անմիջականորեն շարժման միջոցով հաղորդակցվելուն ականատես լինելու զգացումն էր, առանց ստիճների, առանց դիմակների, դաժան գեղեցիկ ազնվությամբ։ Սոֆին Գաբրիելը բերանները բաց դիտում էին, տեսնելով, թե ինչպես է մայրը վերածվում գրեթե կախարդական մի բանի իրենց աչքի առաջ։ Նրանց համար բեմի վրայի կինը միաժամանակ իրենց ճանաչած մայրն էր, բոլորովին նոր մեկը, որը միշտ գոյություն է ունեցել, բայց միայն հիմա կարող էր լիովին ցույց տալ իրեն։ Հեղինեն, դիտելով կողային օթյակից, ազատորեն լացում էր։ Դրանք տխրության արդյունքներ չէին, այլ մի խորը ուրախության բավարարվածության, որը բխում էր իր առաքելությունը կատարած լինելու համոզմունքից։ Նա գտել էր իր հաջորդին, փոխանցել էր այն ամենը, ինչ գիտեր, ապահովել էր, որ հայկական պարի տոհմը կշարունակվի նորացված ու ժով։ Ներկայացման գագաթնակետը եկավ ցատկերի մի հաջորդականությամբ, որոնք կարծես մարտահրավեր էին նետում ֆիզիկայի բոլոր օրենքներին։ Մարիամը ցատկում էր ոչ միայն մարմնով, այլ իր ամբողջ պատմությամբ, իր ողջ ցավով, որը վերածվել էր ուժի, իր ողջ դիմադրությամբ, որը վերածվել էր արվեստի։ Երբ նա վայրեջք կատարեց վերջին Գրանդ ժետեով, թատրոնը պայթեց մի օվացիայով, որը տեց 15 անընդմեջ րոպե։ Մարդիկ ոտքի կանգնեցին, ծափահարեցին, լացեցին, գոռացին բրավո այնպիսի ինտենսիվությամբ, որ թատրոնի պատմական պատերը թրթռացին հուզմունքից։ Փորձառու քննադատները, որոնք կյանքի ընթացքում հազարավոր ելույթներ էին տեսել, հետագայում կխոստովանեին, որ երբեք նման անկեղծորեն հուզիչ բանի ականատես չէին եղել։ Երբ վարագույրները վերջին անգամ փակվեցին, Մարիամին շրջապատեցին թատերախմբի գործընկերները, տեխնիկական անձնակազմը, տասնյակ մարդիկ, որոնք ցանկանում էին արտահայտել իրենց հիացմունքը։ Բայց նրա աչքերը միայն երկու փոքրիկ կերպարների վրա էին, որոնք վազեցին դեպի նա, հենց որ կարողացան հասնել կուլիսներ։ Մայրիկ, դու աշխարհի ամենագեղեց։ Իք պարուհին ես, հայտարարեց Սոֆին, նրան գրկելով իր 6 տարվա ողջ ուժով։ Դու թռար, մամ։ Դու իսկապես թռար, լրացրեց Գաբրիելը, ոգորությունից ցատկոտելով։ Հաջորդ օրերին քննադատությունները միաձայն դրական էին։ Պատմության համար մի պրեմիերա, ասվում էր գլխավոր թերթում։ Մարիամ Սարգսյանը վերասահմանում էր, թե ինչ է նշանակում գեղարվեստական վերացնունդ, գրում էր մի մասնագիտացված ամսագիր։ Սկսեցին գալ միջազգային ելույթների հրավերներ, Մարիամի անունը սկսեց հայտնվել երկրի առաջատար պարուհիների շարքում։ Բայց մի անսպասելի այցելություն էր, պրեմիերայից 2 շաբաթ անց, որն իսկապես ավարտին հասցրեց այդ պատմության փոխակերպման շրջանը։ Մարիամը տանն էր, երեխաների հետ խաղում էր այգում, երբ դռան զանգը հնչեց։ Դռան մոտ Ռուբեն Մելիքյանն էր, տեսանելիորեն նյարդայնացած ծաղիկների փունջը ձեռքին։ Այն գիշերվանից հետո անցած ամիսները Ռուբենի համար խորը խորհրդածությունների ժամանակաշրջան էին եղել։ Նրա նվաստացման տեսանյութը շաբաթներ շարունակ շրջանառվել էր, բերելով խիստ քննադատություններ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով։ Բայց հանրային ամոթից ավելին, նրա տեսակետում ինչ-որ բան էր փոխվել իշխանության, արժանապատվության, մարդկանց իրական արժեքի մասին։ Նա ստեղծել էր, ինչպես խոստացել էր, ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող արվեստագետների համար հիմնադրամ, ռեսուրսներն ուղղելով հատկապես միայնակ մայրերին, ովքեր աջակցության կարիք ունեին իրենց տաղանդները զարգացնելու համար։ Նա արմատապես փոխել էր իր ընկերություններում աշխատակիցներին վերաբերվելու ձը, ներդնելով հարգանքի գնահատման քաղաքականություն, որը զարմացրեց բոլորին։ Եկել եմ ներողություն խնդրելու, պարզ ասաց նա, երբ Մարիամը նրան ընդունեց հյուրասենյակում։ Ոչ միայն այն գիշերվա արածիս համար, այլ մի ամբողջ կյանքի վարքագծի համար, որն այսօր սխալ եմ համարում։ Մարիամը լսեց նրան նույն հանգստությամբ, որը ցուցաբերել էր այն գիշեր, 6 ամիս առաջ։ Նրա աչքերում չկար ոչ վրդովմունք, ոչ վրեժխնդրության ցանկություն։ Կար, այո, այն մարդու իմաստությունը, որը սովորել էր, որ իսկական հաղթանակը գալիս է անձնական հաղթահարումից, ոչ թե ուրիշի պարտուց։ Ունից։ Շնորհակալություն, որ եկաք, պատասխանեց նա։ Բայց իմացեք, որ ես ձեզ արդեն ներել էի հենց այդ գիշեր։ Զայրույթ պահելը կխանգարեր իմ փոխակերպմանը։ Ռուբենը այդ հանդիպումից դուրս եկավ, խորապես հուզված Մարիամի մեծահոգությունից։ Ամիսներ անց նա կդառնար բալետի թատերախմբի գլխավոր հովանավորներից մեկը, միշտ զուսպ, երբեք չփնտրելով հանրային ճանաչում։ Պրեմիերայից 1 տարի անց Մարիամը հաստատվել էր որպես երկրի առաջատար պարուհիներից մեկը։
Նա ելույթ էր ունեցել Հայաստանի տարբեր քաղաքների կարևոր թատրոններում ստացել միջազգային հյուրախաղերի հրավերներ։ Բայց նրա համար ամենամեծ հաջողությունը Սոֆիի Գաբրիելի երջանիկ, ապահով այն համոզմամբ մեծանալը տեսնելն էր, որ նրանք կարող են լինել այն ամենը, ինչ ցանկանան։ Հեղինեն շարունակում էր ապրել նրանց հետ, այժմ արդեն պաշտոնապես որպես ընտանիքի անդամ։ Նրա առողջությունը կայուն էր, նա ապրելու նոր պատճառ էր գտել, մոտիկից հետելով Մարիամի գեղարվեստական զարգացմանը երեխաների աճին։ Կիրակի առավոտյան տան նկուղը վերածվում էր ինքնաշեն պարի դպրոցի, որտեղ Սոֆին սովորում էր այն արվեստի առաջին քայլերը, որը հոսում էր նրա երակներով։ Տունը նա դարձել էր հանդիպման վայր երիտասարդ, սկսնակ պարուհիների համար։ Մարիամը ստեղծել էր ոչ պաշտոնական մենթորության ծրագիր, առաջարկելով ինչպես տեխնիկական, այնպես էլ զգացմունքային աջակցություն այն արվեստագետներին, ովքեր բախվում էին նմանատիպ դժվարությունների, ինչ ինքն էր ապրել։ Արվեստը ուժ ունի փոխակերպելու ոչ միայն նրան, ով զբաղվում է դրանով, այլ բոլոր նրանց, ում այն դիպչում է, ասում էր Մարիամը հարցազրույցներում։ Իմ պատմությունը առանձնահատուկ չէ, որովհետև ես կարողացա վերադառնալ պարին։ Այն առանձնահատուկ է, որովհետև ապացուցում է, որ մեր սպիները կարող են դառնալ թեր, որ մեր ցավը կարող է դառնալ ուժ, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Մի կիրակի օր, հենց այն գիշերվանից 2 տարի անց, Մարիամը տան այգում էր, դիտելով, թե ինչպես է Սոֆին փորձում մի պարզ խորեոգրաֆիա, որը ստեղծել էր դպրոցում ներկայացնելու համար։ Աղջիկը պարում էր այնպիսի բնականությամբ արտահայտչականությամբ, որն արդեն ուշադրություն էր գրավում, բայց ամենակ առօրը այն զուտ ուրախությունն էր, որը նա ճառագում էր շարժվելիս։ Գաբրիելը, այժմ արդեն 6 տարեկան, դաշնամուր էր նվագում հյուրասենյակում, նրա փոքրիկ ձեռքերը բացահայտում էին մեղեդիներ, որոնք կարծես ծնված լինեին իր երակայությունից։ Հեղինեն պատշգամբում էր, պարի պատմության մասին գիրք էր կարդում, երբեմն բարձրացնելով աչքերը ժպտալու իր շուրջը ծավալվող տնային տեսարանին։ Մարիամը մտածեց այն 5-ամյա աղջկա մասին, որը սկսել էր պարել ծայրամասային մի պարզ ստուդիայում, երազելով թռչել։ Մտածեց այն 17-ամյա երիտասարդ կնոջ մասին, որը ընտրել էր ընտանիքի հանդեպ սերը, ի վնաս սեփական երազանքների։ Մտածեց այն 30-ամյա միայնակ մոր մասին, որն աշխատել էր որպես մաքրուհի հարուստների երեկույթին, չպատկերացնելով, որ այդ գիշերը կփոխեր ամեն ինչ։ Իր բոլոր այդ տարբերակները ներկա էին այն կնոջ մեջ, որն ինքն այսօր էր։ Ոչ մեկը սխալ չէր եղել, ոչ մեկը կորցրած ժամանակ չէր եղել։ Յուրաքանչյուր փուլ անհրաժեշտ էր եղել, քանդակելու այն արվեստագետին անձնավորությանը, որը նա դարձել էր։ Երբ արը սկսեց մայր մտնել, երանի երկինքը ներկելով ոսկեգույն վարդագույն երանգներով, Մարիամը մտավ տուն նվագարկչի վրա մի մեղմ երաժշտություն դրեց։ Առանց գիտակցաբար մտածելու, սկսեց պարել հյուրասենյակում, պարզ ազատ շարժումներ, որոնք չէին հետում որևէ կոնկրետ խորեոգրաֆիայի։ Սոֆին Գաբրիելն արագ միացան նրան, ստեղծելով մի ինքնաբուխ ընտանեկան պար, որը չուներ գեղարվեստական հավակնություններ, միայն զուտ ուրախություն։ Հեղինեն դիտում էր բազկաթոռից, աչքերում երջանկության արցունքներ, իմանալով, որ օգնել է ստեղծել շատ ավելի կարևոր մի բան, քան հաջողակ գեղարվեստական կարիերան։ Նա օգնել է վերականգնել մի ընտանիք, վերագտնել երազանքներ, ապացուցել, որ արվեստը կարող է բուժել խորը վերքեր։ Այդ գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, Մարիամը դուրս եկավ պատշգամբ նայեց քաղաքի աստղազարդ երկնքին։ Իր մտքի մի տեղում նորից լսեց Շոպենի վալսը, որը փոխել էր իր կյանքը։ Բայց այս անգամ երաժշտությունը ցավի կամ կարոտի հիշողություններ չէր բերում։ Այն բերում էր երախտագիտություն, հույս այն բացարձակ համոզմունքը, որ նա հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Թռչել երազող աղջիկը վերջապես գտել էր իր թերը։ Եվ բացահայտել էր, որ թռչելը չի նշանակում փախչել իրականությունից, այլ այն փոխակերպել արվեստի, սիրո երբեք չհանձնվելու քաջության միջոցով, լինելու այն, ինչ իսկապես ես։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի ճանապարհորդությունը խորապես դիպավ ձեր սրտերին, ինչպես դիպավ մերին այն պատմելիս։ Սա պատմություն է այն ուժի մասին, որն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, նորից սկսելու քաջության մասին, երբ ամեն ինչ կորած է թվում, մեր ամենաիսկական երազանքների փոխակերպող ուժի մասին։ Եթե դուք հուզվել եք այս մարտիկ մոր ուղուց, որը վերագտավ իր թերը պարի միջոցով, դրեք հավանում, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում կիսվեք, թե պատմության որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես են այս խոսքերը հասել ձեզ, ինչ զգացմունքներ են արթնացրել, ինչ հիշողություններ են վեր հանել։
Ամեն օր մենք բերում ենք այսպիսի պատումներ, որոնք խոսում են մարդկային հոգու մասին իր ամենամաքուր ճշմարիտ ձով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես արվեստը կարող է բուժել վերքերը, ինչպես սերը կարող է սարեր շարժել։ Բաց մի թողեք հաջորդ դրվագները, որտեղ ձեզ սպասում են հաղթահարման հույսի այլ պատմություններ։ Մինչ հաջորդ ճանապարհորդությունը, որը միասին կկիսենք։